Բարի երեկո։ Փակ TV-ի եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Լորան Վոգեն Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անունից բանաձև կներկայացվի Ֆրանսիայի ազգային ժողով կոչ անելով անհապաղ հաստատարձակել Ադրբեջանի կողմից ապօրինաբար գերեվարված Արցախի քաղաքական առաջնորդներին։ Բաքվում ընթանում է 16 բանտարկյալների քաղաքական դատավարություն, նրանց թվում են 8 նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այս բանտարկյալների շարունակական դատավարությունը եւ կալանքի տակ մնալը երկարաժամկետ հեռանկարում կարող են խաթարել 2025 թվականի օգոստոսի 8-ի համատեղ հռչակագրի իրականացումը։ Այդ փաստաթղթում բանտարկյալների ճակատագրի մասով չի հիշատակվում։ Հաշվի առնելով Ֆրանսիայի պարտավորությունը աջակցելու խաղաղության ջանքերին եւ Հայաստանի հետ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունը, Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը իր նախնիներին հողից բռնիկ կերպով վտարված Արցախի հայ բնակչությանը եւ վերահաստատում իր հարգանքը ժողովրդների ինքնորոշման իրավունքի նկատմամբ։ Միջազգային հանրությունը պետք է պահանջի, որ Ադրբեջանն անի հնարավոր ամեն ինչ նրանց անվտանգ վերադարձի իրավունքը երաշխավորելու համար։ Ազգային ժողովն առաջարկում է, որ Ֆրանսիայի կառավարությունը պահանջի, որ Ադրբեջանն անհապաղ ազատ արձակի իր կալանքի տակ գտնվող հայ բանտարկյալներին։ Սարսափելի տեսանյութ է տարածվել համացանցում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում մարդկանց ծեծով հայոյանքներով խոշտանգում են իբր ցուցմուն կորզելու համար։ Տեսանյութը թողնում ենք առանց մեկնաբանության։ Դες պետք է նստենք, հասենք, կզնայինք իրար հմչև գա քո կարծիքով։ Գա ինքս ես եմ երբ կգա։ Ես գա։ Մի խփի։ Ես մի խփի։ Իվանշես։ Շաքարս որ բարձրացավ դու բարձանա։ Բարձանա։ Պետք է մերն ես շատ։ Ինչ պետք է անես ուրիշ։ Հա, մերն է։ Մերնես, մի օքի քոնման ադեն դու պալեթում նախին ուժեմ։ Ախպեր խեյտ ես բանանում, սաղս են մարդենք ինչի համար եկա։ Փաստը գրում է. Մարիամ Փաշինյանի աշխատավարձը 1 տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով։ Նրան պետական $27,000 արժեցող մեքենա է սպասարկում, նրա առաջ դուռ է բացում թիկնապահը։ Հավանաբար յուրաքանչյուր մահկանացու ընթերցող այս տողերը կարդալիս կասի, որ իր կամ իր մերձավորի աշխատավարձը երբեք հաջորդ տարի չի ավելացել գրեթե կրկնակի, եթե իհարկե աշխատակիցը ԿՓ շրջանակից չէ։ Եթե Մարիամ Փաշինյանը 2021 թվականին Դիջիթեյնից ստանում էր 6.7 միլիոն դրամ, հաջորդ տարի նրա եկամուտը դարձավ 10.9 միլիոն։ Կա այստեղ Նիկոլի Գործոնը ընդդիմադիր Փաշինյանը կասեր, կա, հավելելով կոռուպցիան պոզ ու պոչով չլինելու տեսությունը։ Հիմա սա ինչ է, եթե ոչ կոռուպցիայի միջուղ։ Լիբիայում սպանվել է Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի երկրորդ որդին, Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին։ Երկրի արևմուտքում գտնվող Էզզինտան քաղաքում գտնվող նրան հստավար են ներխուժել 4 դիմակավոր տղամարդիկ եւ սպանել վերջինիս։ 4 զինված անհայտ անձ ներխուժել են տուն, անջատել տեսահսկման տեսախցիկները եւ սպանել Սեյֆ ալ-Իսլամին։ Դեռևս անհայտ են հարձակվողների ինքնությունը եւ հանցագործության դրդապատճառները։ Լիբիայի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը Սեյֆ ալ-Իսլամը երկար ժամանակ դիտարկվում էր որպես իր հոր հավանական իրավահաջորդը եւ մինչեւ 2011 թվականի արաբական գարունը պահպանում էր չափավոր եւ բարեփոխումների վրա հիմնված քաղաքական կոշչի կերպարը։ Այս կերպարը ոչնչացվեց, երբ նա ի պատասխան Հյուսիսային Աֆրիկայի երկրներում ողքի շարժումների սկսեց սպառնալ նրանց արյունալի ճնշմամբ։ 2011 թվականի նոյեմբերին նա ձերբակալվել էր Լիբիայի հարավում միջազգային քրեական դատարանի ձերբակալման օրդերի հիման վրա։ 2021 թվականին Քադաֆիի որդին հայտարարեց նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին, սակայն ընտրությունները չկայացան սահմանադրական հիմքերի եւ թեկնածուների ընդունելության շուրջ կոնֆլիկտի պատճառով։ Ներկայումս Լիբիան իրականում բաժանված է երկու հակամարտող կառավարությունների միջև։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փակված է համարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմի էջը։ Եթե ինչ-որ կտրուկ իրադարձություններ տեղի չունենան, ապա քիչ հավանական եմ համարում, որ մենք նորից կբացենք այս էջը, հայտարարել է նա։ Սիմոնյանը նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները կկարողանան նման հայտարարություն անել։ Սիմոնյանի կարծիքով հայկական կողմի առաջարկներն ու հռետորաբանությունը թե Ղարաբաղյան էջը փակ է եւ սկսվում է խաղաղության դարաշրջան, ընկալվել եւ ընդունվել է հասարակության կողմից։
Ես հույս ունեմ, որ Ադրբեջանի իշխանությունները նույնպես կարող են նման պնդում անել։ Իրենց մոտ էլ է այդ էջը փակ։ Այլ հարց է, եթե ինչ-որ մեկը փորձի ընտրություններից հետո ընտրությունների ժամանակ ինչ-որ իրողություն փոխել, որին նույնպես ես քիչ եմ հավատում, որովհետև այնինչ մենք հայտարարել ենք, այն որ Ղարաբաղյան էջը փակված է, խաղաղության դարաշրջան է եւ այնինչ տեղի ունեցել ընդդիմադիր դաշտում, քաղաքական դաշտում արձագանքի առումով եւ հայ ժողովրդի առումով ինձ համար ակնհայտ է, որ այն առաջարկը, որ մենք արել ենք, Հարության կողմից ընդունվել եւ հաստատվել է եւ եւս մեկ անգամ կհաստատվի 2026-ի ընտրություններում։ Նման հույս է հայտնել Ալեն Սիմոնյանը։ Այսօր փետրվարի 4-ին Զապել Եսայանի ծննդյան օրն է։ Կին, գրող, մտավորական, որ ժամանակից առաջ էր քայլում։ Գրեթե մեկ դար առաջ Զաբելի հնչեցրած ու գրի առած մտքերը ավելի քան արդիական են այսօր, երբ մենք պատերազմյան արդարության դեմ կարկամած անverջ հարցեր ենք տալիս ու փնտրում պատասխաններ։ 20-րդ դարի դարասկզբի բռնակալների դեմ կանգնած մեր ամենահամարձակգործիչներից մեկը Եսայանը կարծես արձագանքում է մեր հույզերին ու երազանքներին։ Նա խոսում էր այն մասին, ինչի մասին լռում էին։ Կին, որ համարձակվեց տեսնել ճշմարտությունը եւ երբեք չլռել դրա մասին։ Զապել Եսայանը մեզ հիշեցնում է, որ գրականությունը կարող է լինել ոչ միայն արվեստ, այլ նաև պատասխանատվություն։ Նրա ստեղծագործությունները կենտրոնացած էին կնոջ ներաշխարհի, ինքնության, սոցիալական անարդարության եւ ազգային ողբերգության թեմաների վրա։ Նա համադրում էր եվրոպական մտավոր հոսանքները հայկական իրականության հետ, ստեղծելով ժամանակակից հոգեբանական արձակ։ 1915 թվականի Օսմանյան իշխանությունների կազմած մտավորականների ձերբակալման ցուցակում ընդգրկված միակ կինն էր, ինչը խոսում է նրա ազդեցության եւ վտանգավոր համարվելու մասին։ Զապել Եսայանը հայ մշակույթի մեջ այն եզակի կերպարներից է, որի խոսքը միաժամանակ գրականություն է, վկայություն եւ քաղաքացիական դիրքորոշում։ Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։